Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց դուղատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր ինձ զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը։ Բարև ձեզ, պարոն։ Բարև ձեզ։ Պարոն Արզումանյան, Պաշտպանության նախարարությունը մի քանի օր առաջ ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց մի օրինագիծ, որի հեղինակը կառավարությունն է եւ որը ըստ ամենայնի առաջիկա մի քանի օրվա ընթացքում արդեն կմտնի ազգային ժողովի նիստերի օրակարգ։ Խոսքը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատմանը 2 տարուց դարձնել 1.5 տարի։ Իշխանությունը պնդում է, որ առավել քան հիմնավորված է այս մոտեցումը այն դեպքում, երբ ընդդիմադիրները ասում են, որ դա էապես վտանգելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությանն ու ազգային անվտանգությանը։ Հիմա ասես այս որոշումը հիմնավոր է, թե ավելի շատ հարցեր կան կամ պատասխաններ։ Եթե գնահատեք այդ պրոյեկտը զուտ ռազմական եւ անվտանգության ուղղությամբ, նման որոշում իմ կարծիքով բավարար չէ եւ անընդունելի է այսօր։ Անընդունելի է։ Թերի անընդունելի է, ինձ համար դա տարբերություն չկա։ Ցանկացած բան որ թերի արդեն անընդունելի է։ Թերի անընդունելի է։ Անընդունելի է բավականին բարձ արգումենտներով։ Երկրորդ Արցախի արշավից հետո 2020-23 թվականից Հայաստանի պետության սահմանները մոտավորապես 2 անգամ երկարացել են։ Եվ դու կանգնած ես խնդրի առած, ոնց ես ապահովում քո սահմանների անվտանգությունը։ Արցախում, որ մենք 30 տարի որպես ազգ ներդրում ենք դեր, առնվազն $5 միլիարդ ասենք դրվել է ինժեներական պատրաստության համար, Արցախի հանրապետության տարածքը պատրաստելու համար։ Մոտավորապես $5 միլիարդ դրվել է զինտեխնիկայի եւ մնացածների վրա։ Մենք որպես ազգ 10-ից առնվազն $10 միլիարդ 20 տարվա, 30 տարվա ընթացքում դրել ենք Արցախում եւ դա ինչ կորցրել ենք։ Եվ դա նշանակում է այսօր պարտավորությունից հետո այն սահմաններում, որը մենք ունենք այսօր այն Հայաստանի տարածքում, որը մենք վերահսկում ենք որպես ազգ, մենք պարտավոր ենք այդ ման ծախսը մոտավորապես նորից անել։ Եվ նման ծախսերը մի տարում, 5 տարում անհնար է անել։ Դա երկարաժամկետ process ալնելու, այդ process-ի ընթացքում պետք է ինժեներական աշխատանքներ անես եւ հիմնականը դու պիտի սկսես խորքային փոփոխություններ քո անվտանգության եւ պաշտպանության համակարգում։ Եվ այդ հաշկարության պաշտպանության համակարգում փոփոխությունները սկսես անցկացնես, այն ժամանակ կարելի է մտածել ոնց ես դու իջեցնում քանակը, որտեղ այսօր դու կանգնած ես հարցի առջև ոնց ես ապահովելու մարտական հերթապահությունը քո սահմաններին, որտեղ սահմանները 2 անգամ երկարացել են, բայց քո զորատեսակը քանակը իջեցել է, եւ դու արդեն խնդիրների առջև ես կանգնած, որը դու փորձում ես լուծել։ Այդ խնդիրները դու որպես պետություն եւ լուծել ես հետեւյալ ձևով, դու կազմակերպել ես Պահեստազորի պատրաստում եւ Պահեստազորի պատրաստման տակ իրականացում ես նաեւ ուրիշ process, դու մարտական հերթապահության խնդիրն ես լուծում։ 10 օր քո Պահեստազորը պատրաստվում է, հետո 15 օր պահում է սահմանները։ Խոսքը վերաբերում է ուսումնական վարժանքների։ Ուսումնական վարժանքների, դու ասեք հաջորդ տարի 20,000 պատրաստվում ես Պահեստազորի պատրաստման այդ process-ների մաչմիսից 20,000-ը դա լուրջ թիվ է։ Այդ 20,000-ը տնտեսությունից կտրվելու են, դու չես ունենալու եկամուտ եւ այլ եւ գցելու ես ուրիշ աշխատանքներ եւ դա օբյեկտիվորեն է, ուրիշ լուծում չունես։ Դրա համար առաջինը դու պիտի լուծես ոնց ես դու որպես պետություն լուծում քո մարտական հերթապահության խնդրը, վերջակետ։ Եվ երկրորդ խնդրը տարանջատելով դու պիտի լուծես ոնց ես լուծում քո Պահեստազորի պատրաստման խնդրը։ Դա ուրիշ խնդրեմ է։ Դու այսօր մի տանիքի տակ դնում ես 2 խնդրը, երկուսն էլ չես կարողանում նորմալ լուծես։ Տարանջատում ես, լուծում ես Պահեստազորի պատրաստության սահմանների պահման խնդրը, կոնտրակտնիկների ասենք ձևով եւ այլ եւ Պահեստազորի պատրաստումը։ Երկրորդ խնդրը խիստ կարեւոր է, որտեղ 2020 թվականին մենք տեսանք, որ մի Պահեստազորը պատրաստ չէ։ Դա նշանակում է դու պարտավոր ես կառուցել նոր Պահեստազորային համակարգ, որի ներքո դու պետք է կառուցես Պահեստազորային ուժեր։ Թղթի վրա դու ունես, ես գիտեմ, որ պիտի Պահեստազորային բրիգադաներ, գումարտակներ ունենաս եւ այլ, բայց ոնց է այդ խնդիրը լուծում։ Այդ խնդրի լուծումը բերում է ուրիշ մեծ խնդրի։ Այդ ուրիշ խնդրը դա նշանակում է, որ դու պիտի փոխես քո անվտանգության եւ պաշտպանության համակարգը, դա խորքային փոփոխություններ է, որը ազդում է ողջ համակարգի վրա։
Անցած տարի ռազմական ուժերը եւ պաշտպանության նախարարությունը ընդունել է փոխակերպման հայեցակարգը, բայց այնտեղ էլ կա մեծ խնդիրներ։ Եվ այս մեծ խնդիրները ծնվում են նրանից, որ այնտեղ հայտարարված է, որ պիտի լինի համապարփակ պաշտպանության եւ անվտանգության կառուցման ճանապարհի վրա, բայց ո՞նց է դա անում։ Այդ խնդիրների պատասխան չկա։ Ուստի ես որպես փորձագետ եւ պետական գործիչ, եթե լինի նորից պետական գործիչ, որտեղ 25 տարի ես եղել եմ պետական գործիչ եմ եղել, հա, ասենք, ես կմոտենայի ուրիշ ձևի։ Ես առաջինը կդնեմ խնդիր, կսահմանեմ, ձևավորեմ այն համակարգը, պաշտպանության անվտանգության համակարգը ոնց սկսել կառուցել եւ սկսես որ փոխակերպումը գնումը դե արդեն ունես ինչ որ արդյունքներ։ Այդ ժամանակ ես կթույլ տամ իջեցնել քանակը եւ տարին զինծառայողներին, որովհետեւ դա շատ նուրբ խանթեր է, մենք կարող ենք խոցելի ենք, պետք չէ մոռանալ, որ մենք ունենք ընդամենը հրադադար, պատերազմը շարունակվում է, եւ դրա համար հասկանում եք, այս ոլորտում ես չեմ գնա այդ քայլին։ Եթե ունենակ իդեալականին խոսեմ վերջի մոտեցումը ունեմ։ Ինձ համար իդեալականը կլինի ասեք այն ինչ անում է Ֆինլանդիան։ Ֆինլանդիան այսօր ունի մոտ 35-40 հազար պրոֆեսիոնալ կոնվենցիոնալ ռազմական ուժեր ընդամենը, որը շատ քիչ են ծառայում, նույնիսկ մի տարուկից, բայց Ֆինլանդիան ունի պահեստազորային համակարգ, որը թույլ է տալիս մի օրում ունենալ 270 պահեստազոր պատրաստված պահեստազորային 1000 առաջի 2 օրում, մյուս շաբաթ նորից 300,000 հնարավորություն ունի եւ մի շաբաթվա ընթացքում Ֆինլանդիայի ռազմական ուժերը ստանում են արդեն 500,000-անոց բանակ ռազմական ուժեր, ունեն պատրաստված ինժեներական համակարգ, որը Ռուսաստանի սահմանի վրա իրանք նորից վերականգնում են, ավելի ավելացնում եւ որպես համակարգ իրանք կարող են նրանց այդ ճոխությունը թույլ տալ ունենալ փոքր բանակ, որտեղ ունեն պահեստազոր պատրաստված։ Մենք այդ խնդիրը չենք լուծել, մինչև մենք չունենք Հայաստանում առնվազն 100,000 պատրաստված պահեստազորային ուժեր, որը մի օրում, 2 օրում մեր բանակը 60,000-անոց դառնում է 160,000, դու իրավունք չունես նվազեցնել կամ ինչ որ տարարային փոփոխությունների գնալ։ Ցավոք սրտի Հայաստանի ռազմական մեր մարտահրավերները եւ սպառնալիքները թույլ են տալիս միայն համակարգային լուծում։ Լոկալ, չմտածված, պոպուլիստական լուծումները կլինեն շատ ու շատ ցավալի եւ կարող են ուրիշ հետևանքներ ունենալ։ Ես դեմ եմ նման մոտեցման։ Այսինքն դուք կարծում եք, որ ուսումնական վարժանքները պահեստազոր պատրաստելու խնդիրը չեն լուծում։ Այն իրավիճակում, որ այսօր կա մենք չեն լուծում, այդ կարող եմ հստակացել եւ կան հասարակության կողմից հոդվածներ եւ այլ, բայց որպես փորձագետ ես ասում եմ, այո, 10 օրում կարելի է պատրաստել եւ հասարակությունը ռազմամարզական կազմակերպությունները 2024 թվականի 23 թվականին ցույց են տվել ոնց կարելի է կառուցել, ոնց կարելի է պահեստազորային ուժերը 10 օրվա ընթացքում պատրաստել։ Նման մեթոդներ, նման մոտեցումներ ոնց կարելի անել, դա գենշտաբին ցույց հայտված եւ գենշտաբը մեծ գնահատական է դրել նման, բայց այդ համակարգը դնելու համար դու պիտի որակյալ փոփոխություններ ունենաս քո պահեստազորի պատրաստման ծրագրերի մեջ, բայց ման ծրագրերի փոփոխությունները դու չես կարող անել միայն պահեստազորային ուժերի մեջ, դա պարտադրում է ընդհանուր ռազմական ուժերի մեջ փոփոխություններ, ռազմական ուժերի մեջ փոփոխություններ դու չես կարող անես, եթե չես վերցնում անվտանգության պաշտպանության համակարգի մեջ ինչ փոփոխություններ պիտի անես։ Այսինքն մենք պիտի գնանք այն տրամաբանությամբ, որ եթե դուք ասում եք ռազմամարզականները առաջարկել են ինչ-որ տարբերակներ, դրանք այսպես պայմանական եմ ասում, իրանք ընդգծված հակախորհրդային են, այսինքն խորհրդային բանակային իհարկե, առնվազն այդ նորմատիվների հետ որևէ կապ չունեն։ Ի սկզբանե համապարփակ պաշտպանության ֆիլոսոֆիան, համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգի կառուցման մշակույթը, ֆիլոսոֆիան կտրուկ տարբերվում է սովետական եւ հետսովետական մշակույթից եւ մոտեցումներից, որտեղ սովետական մշակույթը կայսրական է, այնտեղ հիերարխիկ մոտեցում է, երբ իշխանությունը վերևում է, հասարակությունը ներքևում է, իշխանությունը հրամայում է, հասարակությունը ժողովուրդը ինչը պետք է պետք է հիերարխիկ կառուցումը, համապարփակ մոտեցումը լրիվ ուրիշ է, ինքը ասում է այդտեղ հորիզոնտալ հարաբերություններ կունենան, պետք է իշխանություններ, կա պետություն, եկավ հասարակություն, այդ երեքը միասին
հորիզոնտալ իր հետ պայմանավորվում են, որ բոլորը միասնական մտնում են երկրի պաշտպանության խնդրի մեջ, որովհետև միայն պետությունը Հայաստանը փրկել չի կարող, դու պիտի հավաքես հասարակության ողջ ներուժը, որ կարողանաս Թուրքիայի զսպես ագրեսիայից։ Միայն պետությունը 5%-ը քո ազգի ներուժին հերիք չի, պետությունը ընդամենը 5%-ն է ներուժի։ Դու պիտի բոլորը հավաքես, բայց բոլորի հավաքվելու համար դու պիտի գաս պայմանավորվածության, որ դու որպես ազգ համաձայնվում ես, որ դու բացի նրանից, որ տուրք ես տալիս, բացի դրանից, որ երեխեք ես մեծացնում, բացի դրանից, որ քո ծերերիդ հետևից ես նայում եւ այլը, վերցնում ես քեզ վրա պաշտպանության խնդիրները քո ազգի սկսած 12 տարեկանից մինչև 70 տարեկան այդ ծանրությունը դու վերցնում ես քեզ վրա։ Եվ դու պիտի համաձայնվես դրա վրա։ Եվ դա պատադրում է, որ դու քո իշխանության հետ եւ քո պետության հետ համաձայնագրի գրած, բայց այդ համաձայնագիրը չի կարող լինել վերևից ներքևից։ Դա իրավետ հորիզոնտալ նստում եք եւ պայմանավորվում եք։ Եվ դա ժողովրդավարական, քաղաքացիական հասարակության եւ պետության սկզբունքն է, որտեղ այդ պետությունն ասում է ես քոնն եմ, դու իմն ես։ Պետությունը ասում է ես քո պետությունն եմ եւ դու իմ հասարակությունն ես, ոչ թե ես հրամայում եմ։ Ռազմական գործողությունների համար ես հրամայում եմ, բայց ես քոնն եմ, դու իմն ես։ Դա պետության, պետականակառուցության, ազգաշինության լրի ուրիշ մոտեցում հաստատում։ Եվ մենք որպես ազգ կարող ենք պահել, պաշտպանել Հայաստանը, եթե ի վերջո մենք կան նման մոտեցումների, հասկանում եք։ Երբ ես որպես քաղաքացի իմանամ, որ ես իմ պետությունն է, եւ պետությունը իմն է։ Ես դուրը բացեմ, շատ լավ բան եք ասում, բայց հասարակ տարական բաների շուրջ չենք կարողանում համաձայնել իրար հետ։ Այդ կարգի գլոբալ հարցի շուրջ ո՞նց ենք համաձայնության։ Պրոբլեմը առաջանում, որովհետև եթե մենք ուզում ենք ունենալ հայկական պետականություն Հայաստան 21 դարում, այն գոյաբանական սպառնալիքների, ռազմական սպառնալիքների, որի առջև մենք կանգնած են, ուրիշ մոտեցում չեն թողնում։ Մենք կորցրել ենք 30 տարի կամաց բարեշրջման էվոլյուցիայի ճանապարհով դնել լուծել այդ քննիները։ 30 տարվա ընթացքում մենք ուրիշ խնդիր ենք լուծել։ Մենք ունենք 3-4 հատ միլիարդատեր, մի 100 հատ մուլտիմիլիոներներ եւ այլ, եւ չունենք այն պետությունը, չունենք այն հասարակությունը, որը կարող է պաշտպանի այսօր Հայաստանը այն թշնամու դեմ, որ այս 30 տարի հզորացել է, կառուցել է ուրիշ ռազմական ուժեր, ուրիշ համակարգ, Թուրքիան դարձել է լրիվ ուրիշ աշխարհակաղ, ոչ թե աշխարհակաղական, բայց տարածաշրջանային ուրիշ կենտրոն, Ադրբեջանը դարձել է գործոն մեր տարածաշրջանում 94 թվականին կանգնած էր փլզման արչև, իսկ Հայաստանը, որ ունեցել է այդ ներուժը, մենք ասել ենք այնուհետև, որ մենք այսօր եւ այսօր դու ստիպված ես շատ կարճ ժամանակներում լուծել այն խնդիրները, որը կուտակել ես 30 տարի։ Եվ այստեղ խնդիրը չկա ոնց ես լուծելու, կամ լուծում ես, կամ ապագա չունես։ Պետք է հստակ մտածելով պրագմատիկ հասկանալ։ Մենք կանք որպես ազգ, որպես պետություն, որպես իշխանություն կամ փոխակերպվում ենք բոլորս։ Սկսում եք այդ process-ները, կամ Հայաստանը այնպես աշխոր գոյատևում է, դու չես կարողանալ գոյատևես։ Դու ի վերջո դառնալու ես ինչ-որ ուժային կենտրոնի տար էլեմենտ, անվտանգության համակարգ։ Դու քո ինքնությունը որպես պետություն, պետական ինքնությունը կորցնելու ես։ Ուզում ես Հայաստանի պետական ինքնայնությունը պահես, դու պետք է ճանապարհով սկսես գնալը եւ հասկանաս, որ ճանապարհը մի օրով չես անցնելու։ Թրիչկով չես անցնելու, թրիչկը չի լինի շատ վտանգավոր, բայց փոխակերպման շուտ զարգանալու անհրաժեշտությունը արդառնում անխուսափելի։ Դու կամ այդ ճանապարհով սկսում ես գնալ եւ փոխում ես քո պաշտպանության անվտանգության համակարգը, փոխում ես քո տնտեսությունը, նույն ձևի պետք է փոխակերպում լինի, որտեղ օլիգարխիկ համակարգը, որ այսօր ունես տնտեսության մեջ, դու չես կարող նման անվտանգության համակարգ ապահովես, դու չես կարողանալ լուծել սոցիալ խնդիրները, որ արժև կանգնած ես։ Տնտեսությունը փոխում ես, ֆինանսները փոխում ես, պետությունը փոխում ես, իշխանությունն ես փոխում, որովհետև 2015 թվականի սահմանադրությամբ այն ոչ բալանսավորված սահմանադրությամբ, որ այսօր ունես, որտեղ ավտորիտար լծակները կենտրոնացնել ողջ իշխանությունը վարչապետի ձեռքին, որտեղ Սերժ Սարգսյանը մտածում է ինքն ալնելու հաջորդ 15, 20, 40 տարին, դու այդ համակարգից պիտի հրաժարվես։ Դու պիտի ունենաս բալանսավորված ժողովրդավարական պետություն, սեկուլար պետություն, որը տարանջատված է եկեղեցուց, եւ եկեղեցին չի մտնում պետական աշխատանքների մեջ, պետությունը չի մտնում եկեղեցու աշխատանքների մեջ։ Խառնել այդ հարցերը, չհասկանալ, որ միայն համակարգված մոտեցումը, միայն մտածված մոտեցումը դու կարող ես ապահովես Հայաստանի
անվտանգությունը եւ պահպանել քո պետական ինքնաիշխանությունը, դու կգործես ամեն ինչ։ Պետք է սառնակշիռ հասկանալ դա եւ ձևավորել եւ սկսել ներառել լուծումներ, այդ լուծումները հաստատ կան։ Պարոն Արզումանյան, տեսեք, դուք ասացիք, որ մենք շարունակում ենք ունենալ գոյաբանական սպառնալիքներ։ Իշխանությունը այնպես չի որ շղթում է այդ թեզը, բայց ձևակերպումը մի քիչ այլ է։ Ասում եմ մենք ունեինք սպառնալիք, հիմա ունենք վտանգ։ Այսինքն աստիճան ներքև է այդ ամեն ինչը եւ վկայակոչվում է այն հանգամանքը, որ հիմա կա կայուն խաղաղություն, որ վերջին գրեթե 2 տարվա ընթացքում սահմաններին գրակոչներ չեն հնչել, ինչը հնարավորություն է տվել ոչ միայն բարեփոխել եւ հասնել այն լուծումներին, որ հիմա իշխանությունը ներկայացնում է որպես այս ամեն ինչի արդյունք ու հետևանք, այլև ըստ էության պատրաստվել խաղաղության։ Այ միակ բանը ինչին որ մենք պատրաստ չենք, մենք հետ ենք սովորել խաղաղության պայմաններում ապրելուն, այսինքն մենք հիմա պիտի գնանք այդտեղ։ Հիմա դուք կարծում եք, որ մենք ունենք խաղաղություն, թե կունենանք մի օր։ Չէ, դու խաղաղություն չունես անշուշտ։ Դու ունես հրադադար ընդհանրապես։ Պատերազմը շարունակում է։ Եվ այստեղ իշխանությունները այդպես ձևավորեք ոչ ճիշտ գնահատական են տալիս իրականության։ Պատերազմը շարունակում է։ Ուղղակի չկան լայնածավալ ռազմական գործողություններ, չկա ռազմական գործողություններ ավանդական ռազմական տիրույթում, չկա կրակոց, բայց այսօր պատերազմը 80%-ը պատերազմների գնում են ոչ թե ավանդական ռազմական տիրույթում, բայց ուրիշ տիրույթներում, տեղեկատվական, հոգեբանական, կոգնիտիվ պատերազմ տնտեսական մոդայիկ է դարձել հիբրիդային չէ, հիբրիդային կոչել է։ Խոսքը դարձել է հիբրիդային, բայց դա ձևավորվել է որպես հիբրիդային պատերազմի ձևեր, դա ձևավորվել է մոտորապես 2012 թվականին սկսել է 2007 թվականի արևմուտքում սկսել է ձևավորվել, 2011 թվականին եկել է հետսովետական տարածքներ, 2007-6 թվականից դա ձևավորված դոկտրինա, մոտեցում է, գաղափար է։ Հիբրիդային պատերազմ, որտեղ պատերազմ է դառնում փաստորեն կարելի ասել հասարակական կյանքի բոլոր ոլորտները։ Այսինքն դա այնա ինչին հետո հաջորդեց արաբական գարուն ասված։ Այսինքն նաև արաբական գարունը եւ մնացածները դա ռազմական գործողությունների ձևեր են այնտեղ։ Մեզ մոտ այդ ռազմական գործողությունները շարունակվում են հոգեբանական ոլորտում, տեղեկատվական ոլորտում, տնտեսական ոլորտում, ասենք Թուրքիայի բլոկադան, որը շարունակվում է, դա ռազմական գործողությունների ձև է։ Դա ձևավորված է, որի մոտ նոր բան չեմ ասել։ Թուրքիան շարունակում է ռազմական գործողություններ Հայաստանի Հանրապետության դեմ տնտեսական ոլորտում։ Վերջակետ։ Ցավոք սրտի ռազմական գործողությունները պատերազմը դա է ներականությունը, որի մեջ դու կաս։ Եվ եթե դու դա շղթում ես, դու ստանում ես մեծ խնդիրներ։ Առաջինը դու քեզ ես խափում որպես իշխանություն, կարող ես իշխանության մաս չեմ կարող ասել ոնց է մտածում իշխանությունները։ Դու փորձում ես խափել հասարակությանը, թույլամտության մեջ մտցնել, վտանգի նշանաձողը իջեցնել, ինքը սկսում է հանգիստ ապրել, բայց հետո ստանում ես անհասկանալի ճակետներով անսպասելի քեզ համար վիճակ։ Մենք դա անցել ենք Արցախի առաջին 4 օրվա պատերազմի ժամանակ, երբ մեզ բոլորին համոզում էին, հիշում եք երևի, որ Ադրբեջանը այդքան զենք առնում ոչ թե Հայաստանի դեմ, դա Իրանի դեմ է, հանգիստ կացեք, ամեն ինչ նորմալ է։ 4 օրվա պատերազմ, հետո 2020 թվականի անսպասելի եւ մենք ստացել ենք պատերազմ եւ հետո մենք արդեն պատերազմի վիճակում փորձում ենք փոխվել եւ հասկանալ, որ պատերազմը սկսել է։ Պետք չէ ճանապարհողնալ։ Ուստի պետք է հասկանալ, որ պատերազմը շարունակում է։ Բայց այն համապարփակ մոտեցումը, որի մասին մենք խոսում ենք, շատ ենք խոսում, տալիս է քեզ հնարավորություն ուրիշ ձևի մոտենալ, որ խաղաղությունը հնարավոր է, բայց խաղաղության դու կարող ես հասնել հզորանալով այնքան որպես ազգ, որ քո թշնամիներին դառնում են ոչ ձեռնտու քեզ վրա հարձակվել։ Համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգը, մոտեցումը, գաղափարը թույլ է տալիս քեզ որպես ազգ կենտրոնանալով քեզ վրա, քո ներուժի վրա, քո հնարավորությունների վրա որպես ազգ սփյուռքով բանով եւ կառուցել այնպիսի անվտանգության պաշտպանության համակարգ, եւ Թուրքիան, Աստվածչյանի Իրանը, մնացած փոքրները մտածեն մի վարքյան Ռուսաստանը, որ կարելի է հարձակվել Հայաստանի վրա, բայց հաշվարկները ցույց տան, որ դա շատ թանկ է ստացվում։ Այս ազգը մտնել Երևան, 1 միլիոնից Երևան, որտեղ 200-400 հոգի պատրաստված են պատերազմի մտնել, այդ մեկտակից դուրս չի գալու։ Եկեք Հայաստանի հետ եւ հայ ազգի հետ գտնենք ուրիշ լեզու։ Խոսենք պատերազմա ոչ թե պատերազմական սպառնալիքների լեզվով, բայց ուրիշ լեզվով։ Դες մենք կարող ենք
ունենալ խաղաղություն, բայց այդ խաղաղությունը պիտի կերտես։ Եվ կերտման ճանապարհը փոխակերպումն է քո որպես հասարակություն, որպես պետություն եւ որպես իշխանություն, կառուցելով այնպես համակարգ, որտեղ որ քեզ նայում են քո տշնամիները, տեսնում են կազմակերպված հասարակություն, պատրաստված հասարակություն, կազմակերպված պատրաստված պետություն, որը մի օրվա ընթացքում մտնում է իշխանությունը, որը կայծակին ման բոլոր որոշումները ընդունում է եւ ինչ ձևավորված է, ստրանց հետ պետք է խոսել։ Ստրանց հետ կռվելը շատ թանկ է։ Պետք է մոտավորապես լինի այն տրամաբանությունը, գիշեք խորթային շրջանում մի այդպիսի անեկդոտ կար չինական սահմանին, որ խաղաղ աշխատող տրակտորը հանգարց թռնում է օդ ու Չեկետներում, այո, կարելի է այդ անեկդոտը հիշել, բայց այստեղ ոչ թե տրակտորներն, այստեղ ամեն քաղաքացի, նորից եմ կրկնում, 12 տարեկանից սկսած մինչև 70 տարեկան գիտի ինքը ինչ անում խաղաղ ժամանակ, ինչ անում ճգնաժամի ժամանակ, ինչ անում եւ պատերազմի շունչ է գալիս։ Եվ ինքը պատերազմ ինչ անում եւ այլ դա անել այդ աշխատանք հասկացնելը դա արելի մեծ կազմակերպչական աշխատանք է, դա մեծ ֆինանսական ծախսեր է։ Պետք է, բայց հիմնական ինձ համար դա պարտադրում է մշակութային փոփոխություններ։ Մենք պիտի հասկանանք, որ դա այն իշխանությունները չեն, դա այն պետությունը չէ, դա իմ իշխանությունն է, դա իմ պետությունն է։ Ես միասին իրանց հետ պաշտպանում եմ երկիրը, ես ամեն ինչ տալիս եմ, ինչի պիտի տամ, բայց պետությունը եւ իշխանությունը հաշվատու եմ առաջ։ Չեն խափում, չեն փորձում ինձ խափել, չեն փորձում պոպուլիզմի մեջ մտնել, որովհետեւ ի սկզբանե տակին դրած է իմ ազգի, իմ երեխեքիս, իմ թորներից, իմ նախկիների վտանգ է այդ ամեն ինչի տակ։ Ես դրա համար ես իրավունք չունեմ խափվել եւ իշխանությունը իրավունք չունի ինձ խափել։ Եթե մենք կարողանանք այդ փոխակերպումը սկսենք հասարակության մեջ, ինձ համար դա խիստ կարևոր է։ Մենք որպես հասարակություն ուրիշ ձևի նայենք պետության իշխանության եւ պարտադրենք իշխանության գնա այդ փոփոխության ճանապարհը, մենք բավականին շուտ մի 5-10 տարում կարող եք ունենալ լրիվ Հայաստան։ Ֆինլանդիան, եթե դուք հիշում եք, ես դա վերջի ժամանակների շատ եմ ասում, ռուսական կայսրության ժամանակ անունը Չուխոն էր։ То есть ամենահետամնաց նահանգներից մեկն էր, որտեղ ոչ մի բան չկա, եւ ստանալով 21-20 Կարելիային կապած ինչ որ մի բան։ Հա, ոնց հասկանալ կայսրության մեջ եւ իրանք 2018-19 թվականին ստանալով անկախության գեներալ Մաններգեյմը կառուցեց այնպես հասարակություն եւ այնպես պաշտպանության համակարգ, որ 39 թվականին ընդամենը անցել է 20 տարի, չէ՞։ 20 տարվա ընթացքում իրանք կարողացել են սովետական միության չեզոքացնել հայ 20 տարվա ընթացքում մենք հաստատ չխոն չենք։ Մենք այդ ճանապարհը կարող ոչ թե 20 տարում, 10 տարում անցնել։ Ուղղակի պետք է գալ ազգային համաձայնության, որ այսպես ապրել չի կարելի։ Մենք պիտի կառուցենք արդար չի կարելի վաղուց արդեն հայ։ Հասկանալ, որ մենք պիտի կառուցենք արդար իշխանություն, արդար պետություն, արդար հասարակություն եւ պիտի նստենք համաձայնության գծակ, որ մենք ոչ թե ես եմ, բայց մենք ենք եւ որպես մենք այդ խնդիրը դնում ենք լուծում ենք։ Եթե մենք կարողանանք դրան հասնել, մենք շատ շուտ մեծ փոփոխություններ կունենանք։ Պարոն Արզումանյան, այսպես ամփոփելով թեման, տեսեք, այն որ դուք ասիք մենք կարող ենք 5-10 տարվա ընթացքում անել, այդ 5-10 տարին պետք է ունենալ։ Իսկ որpեսզի այդ 5-10 տարին ունենանք, շատ բաներ կախված են ոչ միայն մեզնից, այսպես ասեմ, դա ընդհանրապես մեզնից կախված չեն։ Հիմա տեսեք, շատ օրինակ, շատ բան կախված է նրանից, թե Ուկրաինայում պատերազմը ինչ ընթացք ունենա եւ երբ կավարտվի, ինչ արդյունքներով կավարտվի, չէ՞։ Դուք ընդհանրապես տեսնում եք այդ պատերազմի, այսպես գոնե նշмарվող ավարտը, որովհետև օրինակ ես չեմ կարողանում տեսնել։ Շատ դժվար է ասել, որովհետև այդտեղ ցավոք սրտի անձնական ֆակտորները եւ օբյեկտիվորեն ֆակտորը ինքան խառնված են։ Ես չեմ կարողանում եւ ոչ մեկը չի կարող նավերնը կանխատեսել Տրամպի քայլերը կամ Տրամպի թայմի քայլերը, ինչքան այդտեղ անձնական շահերը, ինչքան այդտեղ Միացյալ Նահանգների շահերն են, ինչքան այդտեղ գլոբալ հավասարակշռման, պահման համակարգի խնդիրներն են։ Միացյալ Նահանգները դարձել են անկախատեսելի։ Դրա համար շատ դժվար է ասել։ Հիմա գնում են Ուկրաինայի հետ փոխգործակցություն, չգիտեմ ինչով կվերջանա։ Ուկրաինան նույն ձևի թույլանում է, ինքը նույն ձևի Ուկրաինան չի կարողացել դառնալ ոչ հետ-սովետական Ուկրաինա։ Իրանք այն խնդիրները, որ մենք ունենք, նույն խնդիրների մեջ են, բայց ավելի ծայրահեղ, որտեղ Ուկրաինան շատ հարուստ է, շատ մեծ է, մեծ ման չեն, եւ ավելի շատ է կոռուպցված եղել, ավելի շատ մեծ խնդիրներ։ Իրանք փոխակերպումները սկսել են 14 թվականին, 2014 թվականին, բայց չեն հասցրել։ Եվ ինչքան իրանք կարողանան հաղթահարել իշխանության խնդիրներից, վերջի Երմակի եւ մնացածի հանումը, Սերսկո հանումը ցույց են տալիս, որ Ուկրաինան փորձում է այդ խնդիրները լուծել։
ոնց կլուծի դժվար է ասել, բայց մեզ համար որպես խնդիր, հա, որպես նպատակ պետք չէ ռազմական գործողությունների ֆոնի վրա փորձել այդ խնդիրները լուծել։ Ավելի լավ է իշխանության, պետության փոխակերպման խնդիրները դնել հարաբերական խաղաղ ժամանակներում, որ չի գնում ռազմական գործողություններ ավանդական տիրույթում։ Այդպես մոտենալ խնդրին։ Եթե այդպես եք մոտենում, ուղղակի ինձ համար հարցը բարձրանում է, որովհետև Հայաստանը պարտությունից հետո շատ փոքր գործոններ ունի, որ իրան թույլ են տալիս լինել դերակատար։ Եվ որ դերակատար փոքր ես, ռազմականը քեզանից կախված չի։ Ոնց եմ ես ձևավորում, հայկական ժամանակները հայ ազգի եւ Հայաստանի վերահսկողության տակ չի։ Դու ես որոշում, երբ պատերազմը սկսելու լայնածավալ, ոնց է սկսելու, երբ է վերջանալու, դու այդ հնարավորությունը չունես։ Եթե չես վերահսկում ժամանակները, դու այսօր աշխատում ես այն տեմպով, որը դու կարողանում ես, հույս ունենալով, որ ժամանակ կունենաս։ Եվ հզորանում ես։ Ինչքան հզորանաս, ինքան պատրաստված ես լինելու անխուսափելի ինչ-որ process-ներից։ Բայց նստել, սպասել, երբ կգան համապատասխան ժամանակները, որ ես սկսեմ փոխակերպվել, դու հաստատ այդ ժամանակներին չես հասնելու։ Ուստի ժամանակի գործոնը ես կհանեի մեր հաշվարկներից։ Դու այսօր աշխատում ես կենտրոնանալով այսօրի վրա, այսօրվա իրական Հայաստանի մեջ ինչ ունես, եւ սկսում ես այսօր հզորանալ, այսօր փոխակերպվել, այսօր կառուցել ուրիշ Հայաստան, այն Հայաստան, որը կլինի ավելի հզոր եւ ավելի պատրաստ ապրել խաղաղության մեջ։ Բայց այստեղ մի հարց է առաջանում։ Լավ, ես բնականաբար երբեք չեմ օգտագործել հակառակորդ բառը, որովհետեւ թշնամի։ Այո։ Այդ թշնամին էլ հիմար չի։ Մենք մեզ 30 տարի համոզում ենք, որ հիմար են, ոչխար են, SNN են եւ այլն, պարզվեց այնքան էլ այդպես չի, մեղմ եմ ասում շատ։ Հիմա եթե լավ վաղը ինչ որ հրաշքով մենք գալիս ենք ազգային համաձայնությամբ ու գնում ենք այն ճանապարհը, որ դուք մատնանշեցիք։ Այն նրանք հասկանալու են, չէ՞ դա ինչի համար է արվում։ Իհարկե։ Բայց քեզ ժամանակով է տալ։ Ոչ մի բան չի փոխում, դու արդեն մենամարտության մեջ ես։ Դու արդեն ռազմական պատերազմը շարունակվում է, քեզ համար ոչ մի բան չի փոխվել։ Այստեղ է պետք չէ խաբվել, որ դու խաղաղության մեջ ես, դու պատերազմի մեջ ես։ Եվ քո թշնամիները, ուժային կենտրոնները չեն փոխվել, Ռուսաստանը, Թուրքիան, Իսրայելը, Պակիստանը, ջիհադի, ոչ մի բան չի փոխվել։ Դու պատերազմի մեջ ես։ Դու ուղղակի չունես լայնածավալ ռազմական գործողություններ։ Դրա համար դու սկսում ես փոխակերպումները հասկանալով, որ պատերազմը շարունակվում է, մենամարտությունը շարունակվում է, եւ քո թշնամին թույլ չի տալու քեզ։ Դու պիտի հաղթահարես, դու պիտի հաղթես քո թշնամուն։ Մի կողմից, մյուս կողմից մարդկային փորձը ցույց է տալիս, որ պատերազմի վիճակում նման փոխակերպումները, նման զարգացումը ավելի արագ է անվում։ Եթե դու գիտակցես, որ պատերազմի մեջ ես, ընդունես, որ պատերազմի մեջ ես, դու ավելի արագ ես աշխատելու։ Դու ավելի շուտ ես այդ փոխակերպման ճանապարհը անցնելու։ Երբ ասում եմ, որ մենք 10 տարում կանցնենք, ես իջնանայև հիմնում եմ նման մտածելակերպի վրա, որ դու հասկանում ես ժամանակ չունես, պատերազմ ա գնում։ Դու կամ փոխում ես, փոխակերպում ես, դեպարտում ես։ Առաջի Արցախի արշավի ժամանակ մենք դա փայլուն անում էինք։ Մենք սկսել ենք պատերազմը մի ռազմական ուժերով, մենք սկսել ենք ջոկատներով, ջոկատներից 10 ամսում կառուցել ենք ռազմական ուժեր, աշխարհում ման տեմպեր չկա։ Նորատեր Գրիգորյանցի հետ խոսակցությունն եմ ես հիշում, որ ինքը պատմում է ոնց են իրենք անում, իր հետ ինտերվյու է անում ժամանակին, ասում է աշխարհում որտեղ գրված չի, որ մի ազգ 10 ամսում կառուցի ռազմական ուժեր, տենց տեմպեր չկա։ Բայց մեր գեներալները Նորատեր Գրիգորյանցը, Իվանյանը, Անդրեսյանը, Դալիբալտայանը, չեմ ուզում հիշել, իրանց ներուժը, փորձը ցույց է տվել, մենք կարող ենք եւ արել ենք։ Հիմա նույն ձևի մենք պիտի հավաքենք մեր ողջ ազգի ներուժը ռազմական ոլորտում, տնտեսական ոլորտում, ֆինանսական ոլորտում, որոնց շատ մտահոգիչ է այս աշխարհում, եւ հասկանանք ոնց է սկսում Հայաստանի փոխակերպմանը, եւ նորից հետ է գալիս համաձայնության, ազգային համաձայնության, որ այսպես ապրել չի ստացվելու, մենք մեր երեխեքին կորցնելու ենք, թորներին կորցնելու ենք, եւ ոնց է սկսում, մինչեւ չվերականգնենք այդ վստահությունը հայ ազգի իշխանության պետության մեջ, միայն վստահության վրա կարող ես դա կառուցել, մենք ներեցեք շատ ծայրեղի մասով շանս չունենք մնալ 21 դարում։ Մենք դառնալու ենք այս կամ այն ուժային կենտրոնների մաս։ Ինձ համար դա անընդունելի է։ Դա նշանակում է, որ մենք սկսելու ենք եւ անելու ենք։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։